Քիչ առաջ դուք խոսում եք փաստաբանների, նրանց փաստաբանական գործունեությունը իրականացնելու, ծառայությունները մատուցելու ընթացքում առաջ եկող խնդիրների մասին, բայց վերջին շրջանում մենք ունեցանք դեպք, երբ որ խնդիր առաջացավ կոնկրետ փաստաբանի նկատմամբ, խոսքը փաստաբանի կալանքի մասին է։ Ինչ կասեք, դեպքին ծանոթ եք եւ արդյոք այստեղ խոսքի ազատության փորձության մասին է խոսքը, թե այլ բանի։ Նախ նշեմ, որ այս մասով ինքս նաև հրապարակային հայտարարություն եմ տարածել եւ մի քանի խնդիրների վերաբերյալ մարդու իրավունքներին առնչվող ինքս արդեն իսկ խոսել եմ։ Առաջին հերթին պիտի ես էլ արձանագրեմ, որ ինքս եմ բազմիցս բարձրաձայնել տարբեր մասնագիտական համայնքների, այդ թվում փաստաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների չափանիշներին հակասող խոսքի լայն տարածման դեպքերի մասին եւ նաեւ հատուկ շեշտադրել եմ, որ այս համակարգերում պետք է գործեն էթիկայի եւ վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողության եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կարգապահական պատասխանատվության մեխանիզմներ։ Նույնիսկ եթե կարգապահական պատասխանատվության մեխանիզմների մասին էլ չխոսենք, պարզապես մասնագիտական համայնքները, պաշտոնյաները եւ այլն բոլորը պիտի ստանան հստակ հաղորդագրություն, որ խոսքի էթիկայի ու վարքագծի կանոններին ու մարդու իրավունքների չափանիշներին հակասող տեսակներն անթույլատրելի են։ Այս առումով մենք միանշանակ ունենք բազմաթիվ խնդիրներ եւ բազմիցս նաեւ հրապարակային եմ խոսել այն մասին, որ եթե մենք չկարողանանք համայնքների, համակարգերի ներսում լուծել այս խնդիրները, այսինքն փորձենք կարողանալ հենց ներսից պայքար մղել ոչ իրավաչափ խոսքի երևույթների դեմ, մենք իրականում շատ լուրջ հետևանքների առաջ ենք կանգնելու, որովհետև բոլորը որոշելու են, որ իրենք կարող են ոչ կանոնադրային ինչ-որ փողոցային եղանակներով լուծել, օրինակ իրենց կարծիքով, իրենց պատվի եւ արժանապատվության հետ կապված հարցերը։ Հետևաբար բոլորը, այդ թվում մասնագիտական համայնքները միանշանակ պետք է ոչ թե մերժողական մոտեցում ցուցաբերեն այս հարցերին, այլ կարողանան հստակ ոչ թե պարզապես կանոններ սահմանել, այլ հետևել այդ կանոնների պահպանմանը։ Ուզում եմ նաև հատուկ շեշտադրում անել, նաև մի քանի այդպես հրապարակային խոսք նկատեցի, այդ թվում իմ նախկին ուսանողների կողմից, ովքեր նշում էին, որ օրինակ փաստաբանների եւ այլ մասնագիտական համայնքների պարագայում հակառակը խոսքի հետ կապված հնարավորությունները շատ ավելի մեծ են եւ մասնագիտական համայնքների նկատմամբ պետք է շատ ավելի մեղմ վերաբերվել խոսքի տարբեր տեսակների հնարավորության առումով, կուզենամ հատուկ հրապարակային ասել, որ սա շատ թյուր պատկերացում է եւ լրիվ հակառակն է։ Մենք մասնագիտական համայնքներս, պաշտոնատար անձինք, հատկապես ապաքաղաքական տարբեր սուբյեկտները, ակադեմիական համայնքը եւ այլն, նրանք շատ ավելի զուսպ պետք է լինեն, քանի որ իրենց էթիկայի եւ վարքագծի կանոնները շատ ավելի լուրջ են։ Բայց հիմա սա մի հատվածն է ընդհանրապես խնդրի, բայց խնդիրը ունի շատ ավելի մեծ եւ խնդրահարույց կողմ, որովհետև ըստ էության ինչքան էլ մենք ասենք, որ որևէ խոսքի տեսակ չի համապատասխանում էթիկայի եւ վարքագծի կանոններին, մարդու իրավունքների չափանիշներին եւ այլն, դա չի նշանակում, որ այդ խոսքը պետք է հանգեցնի քրեական պատասխանատվության, որովհետև ամբողջ աշխարհում ընդունված միջազգային ժամանակակից չափանիշներն այնպիսին են, որ բացառապես խոսքի ծանր վտանգավորություն ունեցող տեսակներն են, որ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության եւ այն էլ հստակ հիմքերի առկայության պայմաններում։ Առնվազն մենք այս առումով չենք տեսնում հանրությանը ներկայացվող պատշաճ տեղեկատվություն, թե այդ ինչպես է հատել, օրինակ, այս դեպքում այս խոսքի տեսակը կամ մյուս դեպքում կարող է լինել այլ խոսքի տեսակ հանրային վտանգավորության այդ շեմը, որ դրա համար քրեական պատասխանատվություն է սահմանվել։ Երկրորդ խնդիրը, որին ես նաև հրապարակային եմ անդրադարձել, այն է, որ ըստ էության քրեական պատասխանատվության մասին խոսելիս հատկապես նաև խնդրահարույց է դառնում այն իրավիճակը, երբ անձի նկատմամբ ազատությունից զրկման ձևով կամ խափանման միջոց կամ պատժի տեսակ է կիրառվում, որովհետև սա էլ ամենածանր տեսակն է, թե խափանման միջոցների, թե պատժի տեսակների դիտանկյունից, եւ այս առումով էլ մենք միանշանակ բազմաթիվ խնդիրներ ունենք մեր հանրապետությունում, որովհետև առնվազն օրինակ կալանքի հետ կապված, ես կարծում եմ, որ կալանքը Հայաստանում չափազանց հաճախ է կիրառվում,
շատ դեպքերում իրավիճակը նաև անորոշ եւ անկանխատեսելի է, որովհետեւ նույնիսկ փորձագետները չեն կարողանում հստակ պատկերացում ունենալ այն մասին, թե լավ որ չափանիշի հիման վրա են մարդկանց նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառում, թե ոչ։ Չէ, իհարկե կա, հենց իմ ասելիքը դա է։ Չափանիշներ հստակ կան եւ այդ չափանիշները պետք է պահպանել ոչ թե պարզապես գրելու տեսանկյունից, հա, ուղղակի ասել այս ինչ օրենսդրական կարգավորումը պահպանված է, այլ հստակ մենք պետք է կարողանանք ձևավորել միասնական պրակտիկա կալանքի կիրառման հետ կապված։ Ցանկացած դեպքում կարելի է գրել, կարող է միջամտել նախաքննության ընթացքում եւ կալանքը տալ, անկախ նրանից դա ողջամիտ է, ողջամիտ չի եւ այլն։ Միանշանակ